փուլում է հրապարակման մասով քննարկումները շարունակվում են իսկ Անդրեյանի որտեղից այդ ասածը որ պետք է հանրակրվեն դուք որտեղից կարող եք իմանալ որ պետք է հանրակրվելի սահմանադրություն գուցե գրված է օրենսդրական ակտերում այդ մասին եւ բոլորը այդ մասին գիտեն եւ բոլոր երկրներում է այդպես որպես կանոն բոլոր սահմանադրությունները ընդունվում են ժողովրդի կողմից եթե հատկապես խոսքը ժողովրդավար երկրների մասին է եւ այդտեղ որևէ գաղտնի եւ որևէ սենսացիա չկա։ Դիկերտիկի նախարարի հաջողը հայտարարել որ շուտով լինելու է այդ փոփոխությունը եւ արդեն որևէ փոփոխություն չի լինելու խաղաղության պայմանագիրը ստորագրելու ներկայացնել ձեր կողմից նշված անձի խոսքը որովհետև չգիտեմ ինչ է խոսքը սեփական մտքեր բայց մենք ասել ենք որ սահմանադրության նախագծը մշակել եւ ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն բայց այն թե ունենալ նոր սահմանադրություն ոչ հասկանալի դա խնդրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամներ խոսում են այս ամենի մասին եւ ժողովուրդը իսկական խնդրել է եւ հետեւաբար դա նշանակում է որ մենք պետք է շարունակենք աշխատանքը սահմանադրության մշակման, դրա հետագա հրապարակման եւ հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիա։ Տիկին Գալյան, նախ ինչու էր, հա, ասել եք որ դեռ մարտին պետք է հրապարակվի փոքր ուշ միացա հնարավոր ասել եք։ Այ կոնկրետ արդեն ժամկետը կա, երբ է նոր տեքստը հրապարակվելու եւ անկախության հռչակագրի վերաբերյալ ինչ որոշում կա։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակվի ինչ ժամկետում է հրապարակվելու, այ հանրությունը սպասում է տեսնի։ Միանձնյա որոշում չէ եւ դա կոլեգիալ որոշում է եւ ես որ այդ Բայց ինչով է պայմանավորված դիկի նախարար որ չի հրապարակվում, որն է պատճառը։ Ինչ տարբերություն թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումը անհնար է։ Այսինքն երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման եւ շատ երկար եւ մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ։ Ձեր բոլոր հարցերի միշտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ կոնսպիրացիա կա չհրապարակելու հետ կապված։ Ոչ, սիրելիներ, այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման։ Ավելին, սահմանադրությունը որևէ փոփոխություն չի կարող արվել առանց հրապարակման։ Նույնիսկ օրենքներում փոփոխություններ չեն արվում առանց հրապարակման։ Այսինքն ոչ մի կոնսպիրոլոգիական ինչ-որ միտք չպետք է լինի։ Տիկին Գալյան, հիմա փաստորեն իշխող մեծամասնությունը, ով նախաձեռնողն է հայ սահմանադրական փոփոխությունների, խնդիր ունի այդ նոր սահմանադրությունը ընդունելու, սա ոնց է պատկերացնում ձայների հետ կապված։ Մենք խնդիր չունենք։ Մենք մեր հանձնառությունն է մշակել սահմանադրության նոր տեքստը եւ ներկայացնել հանրության դատին։ Բայց պետք է ազգային ժողովում ընդունվի, ձայներ չունի ԿՊ։ Կառավարության միսիան այդ գործառույթը իրականացնել այսինքն նախագիծ մշակելը ներկայացնել հանրության դատին, քննարկել հանրության հետ, չափել հանրության ցանկությունները եւ ներկայացնել ազգային ժողով, այնպես որպեսզի ազգային ժողովը հաստատի։ Եթե ոչ, ապա կան նաեւ մասնագիտական մոտեցումներ, որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի անկասելիություն իր ցանկությունների ամրագրման համատեքստում։ Այսինքն ամեն դեպքում առանց խորհրդարանի կարող է հանրակրվեի դրվի։ Ես չեմ կարող իրավիճակություններ անել, ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն։ Ես որևէ սցենար Երկու խմբակցությունները ասում են որևէ կերպ չենք տա։ Անկախության հռչակագրի նախաբանից անվերու է քննարկում դուք առաջ այդ հարցը տվեցիք եւ ես ձեր հարցը